Վեհափար Հայրապետի տնօրինությամբ Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմում, ազատվելով Մասյացոտնի թեմում ստանձնած իր պարտականություններից։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Ղևոն Քահանա Ղևոնդյանը։ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը կրկնօրինակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ ռեինկարնացիայի երգի հնչյունների ներքո ցույց է տալիս Փաշինյանի հայտնի սրտիկը եւ ժպտում։ Նա նաեւ կոստյումի վրա ցույց է տալիս ամրացված սաղիկը, դրանով եւս ակնարկելով Փաշինյանին։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում քաղաքացիներին մատուցելով ինչպես միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման քննական բաժինների ծառայություններ։ Ներքին գործերի նախարարի հրամանով հոկտեմբերի 30-ին եւ 31-ին շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին կտրամադրեն մի շարք ծառայություններ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, համայնքապետարանի հարևանությամբ, Վայոց ձորի մարզի Վայք համայնքում, համայնքապետարանի հարևանությամբ եւ Սյունիքի մարզի Գորայք համայնքում կրկին համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման ընթացքում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիր, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական կամ տեղեկանքներ, տեղահանված անձինք, ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումներ, փոխանակել կամ վերականգնել վարորդական իրավունք, սեփականության վկայական կամ հաշվառման վկայագիր, ինչպես նաև օգտվել հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Բացի այդ, հոկտեմբերի 30-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Չարենցավան եւ Արմավիրի մարզի Արագած համայնքներում։ Հոկտեմբերի 23-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դատապարտում է Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի հրապարակումն ու տարածումը։ Առհասարակ դեռ ընդդիմադիր եղած ժամանակներից ես հրաժարվել եմ երբևէ այսպիսի մեթոդներով արված հրապարակումները մեկնաբանել, որովհետև երբ որ դու սկսում ես այդպիսի երևույթները մեկնաբանել, դու պարարտ հող ես ստեղծում, որ դրանք հետագայում շարունակվեն։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով համապատասխան մարմիններն ու ատյանները պետք է միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հերքել է, թե աշխատակազմի ներկայացուցիչը կապ ունի այդ տեսանյութերի տարածման հետ։ Կարծում եմ ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան քայլեր է անում պարզելու, թե ինչպես է դա տեղի ունեցել, նշել է նա, պնդելով, թե չի էլ բացել ու նայել այդ տեսանյութերը, միայն վերնագրերն է կարդացել։ Արայիկ Հարությունյանը Արշակ Սրբազանին կոչ է արել դիմել իրավապահներին։ Հայ ծանրորդները սկսում են պայքարը Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնություններում։ Հոկտեմբերի 29-ին Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 3 մասնակից։ Երևանի ժամանակով 17:00-ին մեդալների համար կպայքարի Ալեքսանդրա Գրիգորյանը 58 կիլոգրամ քաշով։ Արդեն 19:00-ին իրենց մրցելույթները կսկսեն 60 կիլոգրամ քաշայիններ Գառնիկ Չոլակյանն ու Սեյրան Խուդանյանը։